Պաղեստինյան Համաս շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների մի քանի փուլերը, որոնք տեղի են ունեցել Դոհայում, չեն հանգեցրել կողմերի դիրքորոշումների մերձեցման։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդուռահման Ալ-Թանին։ Վերջի մի քանի շաբաթների ընթացքում Դոհայում տեղի ունեցած բանակցությունների փուլերը ցավոք դեռ ոչ մի բանի չեն հանգեցրել, քանի որ երկու կողմերի միջև հիմնարար անջրպետ կա, ասել է նա ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։ Մի կողմը ձգտում է հասնել մասնակի գործարքի, որը կարող է հանգեցնել համապարփակ համաձայնության, իսկ մյուս կողմը ձգտում է միանվագ գործարքի, պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատելու համար, բացատրել է Կատարի արտգործնախարարը։ Մենք չկարողացանք հաղթահարել այս հիմնարար բացը, չնայած մեր կողմից առաջադրված բոլոր առաջարկներին, հատկապես հաշվի առնելով անցյալի փորձը, երբ առաջին գործարքը ձախողվեց, նշել է Մուհամմադ բին Աբդուռահման Ալ-Թանին։ Միացյալ Նահանգների հետ միջուկային խնդրի շուրջ անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նախագահության օրոք, ով մահացել է 1 տարի առաջ, սակայն դրանք այն ժամանակ արդյունք չեն տվել և չեմ կարծում, որ հիմա արդյունք կտան, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Անուղղակի բանակցություններ են եղել նրա ժամանակ, ինչպես հիմա են, բայց առանց արդյունքի, չեմ կարծում, որ դրանք հիմա էլ արդյունքի կհանգեցնեն։ Խամենեիի խոսքերն է մեջբերում Մեհր գործակալությունը։ Ֆրանսիան ակնկալում է իրական գործողություններ, որոնք հնարավորություն կտան խաղաղության հասնել Ուկրաինայում։ Այս մասին C-News հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարար պատվիրակ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման, մեկնաբանելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունների արդյունքները։ Մենք կսպասենք գործողությունների, իրական գործողությունների, և մենք ձեզ հիշեցնում ենք հրադադար հաստատելու մեր ցանկության մասին բանակցությունների մեջ մտնելու համար։ Սա է հիմնական նախապայմանը, մինչդեռ ռմբակոծությունները շարունակվում են, ասել է նա։ Կառավարության խոսնակը հավելել է սակայն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, թե Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կարող են անցկացվել Վատիկանում, գեղեցիկ խորհրդանիշ կլինեն։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր ավելի քան 2 ժամ։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել էին առաջին հերթին Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու ուղիները։ Ռումինիայի որոշ քաղաքացիներ դժգոհ լինելով նախագահական ընտրություններում Եվրոպամետ քաղաքական գործիչ Նիկո Սորդանի հաղթանակից սկսել են ոչնչացնել իրենց անձնագրերը և սպառնացել փոխել քաղաքացիությունը։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Նրանք կտրում են անձնագրերը, հեղափոխության կոչեր են անում և քաղաքական ապաստան են խնդրում Ռուսաստանում և այլ երկրներում։ Այսպիսին է Ռումինիայի քաղաքացիների արձագանքը նախագահական ընտրությունների արդյունքներին, ասվում է հրատարակության մեջ։ Տեղական սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են հայտնվել, որ շատ ռումինացիներ կբռնեն աքսորի ճանապարհը և կհրաժարվեն ռումինական ամեն ինչից։ Իրավիճակը մեկնաբանել է Ալյանս հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմեոնը, ով զբաղեցրել է ընտրություններում 2-րդ տեղը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ընտրությունները մոտենում են խոսույթը թեժանում է Եվրոմեդիա 24-ի հարցին ի պատասխան ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերջին օրերին արված վիրավորական գրառումների մասին հարցին։ Վիրավորանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք։ Վիրավորանքի ատելության խոսքի եւ իդեպ, այսպես ասեմ, մենք այդ դիրքորոշումը արտահայտել ենք ոչ թե միայն խոսքերով, այլ նաև օրինակ ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել։ Մի վարքյան, չէ, ես հիմա որակում չեմ տալիս պարոն վարչապետի եւ տիկին Հակոբյանի խոսքին։ Ես ձեզ նոր էլի վերադառնում եք մեր ասուլիսի սկզբին, որ քաղաքական բանավեճը, քաղաքական հայտարարությունները միանց նկատմամբ, եկեք նաև ճիշտ ընդունենք ինչքան նաև ընտրությունների շրջանը մոտենում է դա բազմաթիվ զեկույցներում եւ ոչ քաղաքական
գործիչներից կարող եք կարդալ, դա քաղաքականության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ինչքան ավելի մոտենում են ընտրությունները, այդքան խոսույթը թեժանում է։ Հետո ընտրություններից հետո որոշակի մեղմում է, հետո մյուս ընտրություններին ընդառաջ էլի թեժանում է։ Ես դա այսպես ասեմ, դա կլինենք մենք, կլինեն մեր ընդդիմախոսները, թե 30-100 տարի հետո կլինեն լրիվ այլ գործիչներ, այդ օրինաչափությունը իմ կարծիքով չի փոխվելու։ Ես կոնկրետ ձեր ասած գրառումներին անկեղծ ասած բովանդակային ծանոթ չեմ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերությունը տեղեկացրել է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 06:00-ից մինչև 08:00 ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին եւ 23-ին ժամը 15-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում FM ռադիոալիքների հեռարձակումը։ Հնդկաստանի եւ Պակիստանի իշխանությունները պայմանավորվել են մինչև մայիսի վերջը զորքերը դուրս բերել այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչև զինված հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Agence France Press-ը հղում անելով աղբյուրներին։ Զորքերը դուրս կբերվեն իրենց նախահակամարտային դիրքերը մինչև մայիսի վերջ, ասել է Պակիստանի անվտանգության ծառայության անանուն պաշտոնյան։ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթը ներառում է 17 ֆիզիկական եւ 58 իրավաբանական անձ, այդ թվում Surgutneft-Gaz ընկերությունը։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։ Պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 75 անձ, 17 ֆիզիկական եւ 58 իրավաբանական անձ, այդ թվում Surgutneft-Gaz-ը ռուսական նավթի եւ գազի խոշոր արտադրող է, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության շրջանակներում մշակվում է Քաթարի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Boeing 747-8 ինքնաթիռի փոխանցման հարցը։ Սա չպետք է դիտվի որպես Վաշինգտոնի վարչակազմին կաշառելու փորձ։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար արաբական պետության արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլ Ռահմա Ալ Թանին։ Ինքնաթիռի հետ կապված պատմությունը փոխանակում է Քաթարի պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի միջև, որն իրականացվում է լիարժեք թափանցիկությամբ եւ օրենքի խստիվ պահպանմամբ, եւ սա մեր համագործակցության մի մաս է, որը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ասել է նա ելույթ ունենալով Դոհայում Քաթարի տնտեսական ֆորումում։ Փաստորեն մենք գաղտնի ոչինչ չենք արել սեղանի տակ, ոչ մի գաղտնի օպերացիա չի իրականացվել։ Հավելել է վարչապետը, մանրամասնելով, որ ներկայումս կողմերն իրականացում են ինքնաթիռի տեղափոխման իրավական վերանայում։ Նրա խոսքով Դոհան տեղավորել է ԱՄՆ-ին, որը ժամանակավոր նախագահական ինքնաթիռի կարիք ունի, եւ դա սովորական բան է, որը տեղի է ունենում դաշնակիցների միջև։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-ից 27-ը Մոսկվա կատարել է կայցի ընթացքում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Սևծովյան տարածաշրջանում եւ ամենաբարձր եւ բարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մայիսի 25-ից 27-ը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ճեպազրույցում ասել է նա. արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ, շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Պարզաբանել է նա, հավելելով, որ կողմերը կդիտարկեն նաեւ բարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպական երկրների առաջնորդներին եւ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ մտադիր չի այժմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ Մոսկվան իր կարծիքով լրջորեն հավատարիմ է ուկրաինական կարգավորմանը։ Այս մասին Axios պորտալին հայտնել է եվրոպացի առաջնորդների Թրամփի զրույցի մասնակիցները։ Պորտալի աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտել, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել եւ համաձայն է անհապաղ սկսել ուղղակի բանակցությունները հրադադարի շուրջ։
Իսպանիայի մի շարք շրջաններ մնացել են առանց ֆիքսված կապի եւ ինտերնետի խոշորագույն տելեֆոնիկա հեռահաղորդակցման ընկերության ցանցում տեխնիկական խափանման պատճառով, հայտնում է Անտենա 3 հեռուստաալիքը։ Խնդիրն ազդել է Բասկերի երկրի, Վալենսիայի, Արագոնի եւ Էքստրեմադուրայի վրա։ Ինչպես պարզաբանել է օպերատորն ինքը, վթարի պատճառը ցանցի արդիականացման աշխատանքներն են եղել, որոնց ընթացքում տեղի է ունեցել խափանում։ Առաջին պայծ միջադեպերի կառավարման կոմիտեն ակտիվացել է ուժած հանգույցները մեկուսացվել են եւ մասսագետներն ուղարկվել են վայրեր արագ միջամտության համար։ Հեռուստաալիքին ասել է տելեֆոնիկայի գործառնությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Սերխիո Սանչեսը։ Նշվում է, որ հեռախոսային եւ ինտերնետ կապերն արդեն վերականգնվել են բացառությամբ առանձին դեպքերի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ հնարավորություն ունի նվազագույն կորուստներով ավարտել հակամարտությունը Ուկրաինայում։ Հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը։ Նա հնարավորություն ունի վերջ դնելու հակամարտությանը առավել շահեկան դիրքերում, ինչը կարտացոլի ուկրաինացիների համար դաժան իրականություն է, կապված Ռուսաստանի հետ հարաբերություններում Զելենսկու վատ որոշումների հետ, ասել է նա։ Ռիթերը հիշեցրել է, որ Զելենսկին կորցրել է Դոնբասը եւ չի կարողանա վերականգնել ազդեցությունը դրա վրա։ Ահա թե ինչու արժե դադարեցնել հակամարտությունը ավելի մեծ կորուստներից խուսափելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ Ներկայումս շփումներ կան ռուսների եւ ուկրաինացիների միջև, ընդգծել է նա։ Պեսկովի խոսքով դա ինքնին կարևոր է կողմերի միջև բանակցությունների ներկա փուլում։ Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել բանակցությունների 5-րդ փուլն անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին Իրանի պետական հեռուստառադիո ընկերության եթերում հայտարարել է Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մենք ստացել ենք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը, որն այժմ քննարկման փուլում է։ Ղարիբաբադի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Երկու երկրների միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը տեղի էր ունեցել մայիսի 11-ին Մասկատում օմանական կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվել են երկչափատյա ընդմիջումից հետո։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին եւ երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար ապրիլի 12-ին եւ 26-ին, իսկ երկրորդը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութիները ծովային շրջափակման են ենթարկելու Հայֆա նավահանգիստը, որը գտնվում է Իսրայելի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հութիների կողմից վերահսկվող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստամների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Նրա խոսքով Եմենի զինված ուժերը որոշել են կատարել Անսար Ալլահի ղեկավարության ցուցումները, սկսելու Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողությունը։ Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ հութիները երկու անգամ հրթիռներով հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն ընդգծել է, որ ժամկետներ չկան եւ չեն կարող լինել։ Նա նշել է, որ բոլորն ուզում են հնարավորինս արագ պատրաստել հուշագիրը, բայց իհարկե սատանան մանրամասների մեջ է։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եւ ռուսական եւ ուկրաինական կողմերը կձևակերպեն իրենց տեքստերի նախագծերը, որոնք կփոխանակեն Մոսկվան եւ Կիևը, իսկ հետո կհետևեն համալիր շփումներ մեկ փաստաթուղթ մշակելու համար։ Մայիսի 20-ին Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվոր չի լինի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև հավելել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայում կարգավորման հասնելու հնարավորություն կա։ Թրամփը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտեր ուկրաինական հակամարտությանը, որը պետք է մնար եվրոպական խնդիր։ Հենց այն պատճառով, որ ԱՄՆ նախորդ նախագահը երկիրը ներքաշել է հակամարտության մեջ, Թրամփը ստիպված է զբաղվել դրա լուծմամբ։
Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ համաձայն չեն Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Արևմուտքը կարծում է, որ ԱՄՆ նախագահը հեռանում է դիվանագիտական ջանքերից հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտում է Bloomberg-ը աղբյուրներին հղումով։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ առաջնորդները վախենում են, որ Թրամփը հետ կկանգնի դիվանագիտական ջանքերից։ Պաշտոնյան հավելել է, որ Կիևում եւ Եվրոպայի այլ առաջնորդներ համաձայն չեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների իր ծրագրին։ Գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքի նախկին մարտավարությունից։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։ Թրամփը ասել է, որ պայմանները կքննարկվեն անմիջականորեն պատերազմող երկրների միջև։ Սա շեղում է Թրամփի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վերջին սպառնալիքներից, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես հիշեցնում է թերթը, ապրիլին Թրամփը բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ բանկային նոր պատժամիջոցների հնարավորության հարցը։ Պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո սկսվում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի նախապատրաստումը, որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա։ Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաեւ եվրոպական հետախուզության գաղտնի զեկույցը, որի համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության մեծ հաղթանակն է։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Թերթի նույն հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աղաչել է Թրամփին Պուտինի հետ զրույցից հետո չհեռանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ FT-ն հիշեցրել է, որ ըստ Թրամփի գործարքի պայմանները կարող են համաձայնեցնել միայն կռվող կողմերը, որովհետև նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չի կարող իմանալ։ MQ Inner Raper հետախուզական եւ հարվածային անօթաչու թռչողսարքի դարաշրջանն ավարտվում է, գրում է Business Insider-ը։ Հեղինակները շեշտում են, որ անօթաչու թռչողսարքը ահռելի զենք էր ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այսօր այն այնքան էլ արդյունավետ չէ։ Մասնավորապես 2023 թվականից Եմենում առնվազն 15 MQ Inner Raper-ը խոցվել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է $500 միլիոն։ MQ9-ի սպառնալիքը ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանք բախվեին ավելի առաջադեմ զինվորականների հետ, ավելի հզոր եւ ճշգրիտ հոբ համակարգերով, ասվում է հրապարակման մեջ։ Երևանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանում իրականացված գործողություններին, որի հետևանքով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Գավականունիստի ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ այս առաջին մասնաշենք Արգիշտի 1, հետո մի 5 րոպե ժամանակ կար, դուք ընդդրեք, մի 5 րոպե զանգ եկավ իրենց, երևի շփոթել էին, գնացին այնդ։ Դե կապ չունի, պոզով պոչով կենթանին այստեղ Արգիշտի 1-ից ընդեղ Չէ, չգիտեմ ովքեր են, բայց հասարակական կարգի տարբեր վարչություններից մի քանի օր առաջ Շենգավիթ վարչական շրջանից էր, չէ, ասենց մի աստղաբույլ էր, հիմա սուտ խոսալով ոչ մի բան չեն կարա։ Երևանցիները լավ հասկանում են, որ այս մարտիկ պոզով պոչով այդ կոռուպցիոն կենթանին մտել է ստեղ ու դուրս չի գալի։ ՔՊ-ն ու հանրապետությունը իրենց ճիքերն է վերջի մենամարտ են տալի, այս թալանը պահելու համար։ Հենց այդ մեքենա այրելու, հենց այդ նորքի ծեծ ու ջարդը բոլորը դիտեք այս պրիզմայի մեջ։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։ Նաև ընդգծել է, թե իրենց օրոք բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի գործով են զբաղվում, պատժվում են։ Երևանի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե չի տիրապետում մանրամասներին, տեղեկացված է այնքանով, որքանով բոլորը։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխաբարկացնել հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառումների շարք է սկսել, որտեղ վիրավորական արտահայտություններով անդրադառնում է անձանց, որոնք համարձակվում են քննադատություններ հնչեցնել իրենց ընտանիքի կամ գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, եթե նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր արտահայտվում, այսուհետ դա անելու է հրապարակային։ Քաղաքագետ վերլուծաբան Անուշ Սեթրակյանը Եվրոմեդիա 24-ին տված հարցազրույցում խոսել է Աննա Հակոբյանի նոր դիրքորոշման եւ գրառումների մասին։ Նրա մեկնաբանմամբ դա ոչ թե նախընտրական քարոզարշավի մի մաս
մասն է, այլ Ալիևի ծրագիրն է, ըստ որի նա Փաշինյանների ձեռքով փորձում է կոտրել Հայաստանը։ Եթե ընտրությունների հետ կապ ունենար, Աննա Հակոբյանը կարող էր ընտրել 3 տակտիկա։ Առաջինը անտեսման տակտիկան է։ Երկրորդը դա բանի, ոնց ասեմ, մարդկային խղճի եւ սեփական բարձրության եւ ամեղության տակտիկան է, որ ապա տեսեք ինձ ոնց են անվանում, բայց ես դա կուլ եմ տալիս, որովհետեւ ես հասկանում եմ, որ ին վրա է պատասխանատվությունը նաեւ այն մարդկանց, որոնք ինձ այդպես են անվանում։ Լավ, եթե ինքը այդպես չի ասում եւ ուղիղ պատասխանը չէ, դա իրեն վնասում է։ Դա իրեն վնասում է, այսինքն այդ մարդիկ ոչ այնքան շահագրգռված են սեփական իմիջի պահպանման, որը նորմալ է նախընտրական շրջանում։ Դա է էլեմենտար տրամաբանությունը։ Այդ ծրագրի մինչև վերջ տանելու, ընդարձակելու եւ այդ դեկոնստրուկցիան մինչև վերջ իրականացնելու գործում, որովհետեւ ասում եմ, ամենահզոր զենքը թշնամու ձեռքին, գիտեք որն է, հակառակորդի հոգեբանությունը փոխել։ Այսինքն հակառակորդի, այո, դա ամենաբանը։ Եթե կարող ես օգտագործել։ Նայեք, եթե մենք կարողանայինք, արունակ ասենք, ազդել Թուրքիայի հոգեբանության վրա թուրքական բնակչության եւ նրան Բեկամ Ադրբեջանի եւ ցույց տալ նրանց, որ իրենք իսկապես մեր հանդեպ իրականացրել են Եղեռն, ապա ամենայն հնահավանականությամբ մենք կունենայինք Եղեռնի ճանաչման ճանապարհին ամենահզոր գործիքը, այսինքն երբ որ մենք այդ ճանապարհով չեն գնացել երբեք։ Մենք այդ ճանապարհով չենք գնացել, բայց տեսեք հիմա իրենք մեզ վերացնում են այդ ամենահեշտ ճանապարհով։ Դուք կարծում եք, որ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը իրենք գործիք են Ադրբեջանի ձեռքում։ Ես համենայն դեպս այդ վարկածը, ես միշտ կրկնում եմ, քանի որ նաև գիտնական եմ, ես երբեք չեմ կարող ինձ թույլ տալ բանը մի բան, որը 100 փաստարկով հաստատված չի, այդպես վստահ պնդեմ, բայց այդ վարկածը ինձ տանջում է ամեն օր։ Եվ որտեղ ամեն օր այդ խառնարանում հայտնվում են նոր նյութեր եւ հայտնվում են նոր դրվագներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա կեսին այցելել է Հայաստանի պատմության թանգարան պետականության վերականգնման ուղիները ցուցադրությունը տեսնելու։ Նա տեսանյութ է հրապարակել կից նշելով. աշխատանքային օրվա կեսին Հայաստանի պատմության թանգարանի պետականության վերականգնման ուղիները ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Բանակցություններից հետո Պուտինը հանդիպել է լրագրողներին։ Նա Թրամփի հետ զրույցն անվանել է անկեղծ եւ իմաստալից։ ԱՄՆ նախագահն արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների հասնելուց հետո, ասել է նա։ Ըստ Թրամփի, Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է Կիևի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա։ Ինչպես հայտնել է Պուտինը, զրույցի մանրամասները ավելի ուշ կբարձաբանեն նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ օգնական Յուրի Ուշակովը։ Ուկրաինայի TSN հեռուստաալիքը հողում անելով աղբյուրներին հաղորդել է, որ Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը զրուցել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը։ Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Հեռախոսազրույցները Թրամփի եւ Զելենսկու, Թրամփի եւ Պուտինի միջև ողջունելի են, լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Մայիսի 20-ին եւ 21-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո նրան հաճելի ջենթլմեն է անվանել։ Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թրամփը խոսել է նաև անցած երկխոսության մասին եւ նշել առաջընթացը։ Ես փոքրիկ զրույց եմ ունեցել Պուտին անունով հաճելի ջենթլմենի հետ, մեր զրույցում առաջընթաց ենք գրանցել, ընդգծել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ընդունել է համաշխարհային քաղաքականության վրա իր ազդեցության սահմանափակությունը եւ թողել համաշխարհային առաջնորդի դերը։ Այս մասին գրում է CNN-ը։ Հերոսալիքը նշում է, որ Միացյալ Նահանգները լինելով աշխարհի խոշորագույն ռազմական ուժն ու տնտեսությունը տասնամյակներ շարունակ պահպանել է գերիշխող ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա։ Բայց Թրամփը կարծում է, որ Ամերիկայի դերն ավելի քիչ է, թերևս սա այն պահն է, երբ նա վերջապես հասկացավ, որ Պուտինն այն մարդն է, ով չի փնտրում իր հավանությունը կամ նվիրվածությունը, եւ նահանջեց։ Ուստի Միացյալ Նահանգները ճանաչել է իր ազդեցության սահմանափակությունը, ասվում է նյութում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի եւ Վոլոդիմիր Զելենսկու առաջին հանդիպումը Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո լավ եւ արդյունավետ է եղել։ Ինչպես ես հասկանում եմ, դա լավ հանդիպում էր, արդյունավետ լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը։ Բլումբերգը գիրակի օրը մայիսի 18-ին հաղորդել էր, որ Վենսը եւ Զելենսկին հանդիպել են ժպտալով եւ ձեռք սեղմումով Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության ժամանակ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր փետրվարից ի վեր, երբ Զելենսկին սկանդալի պատճառով լքեց Սպիտակ տունը։ Ճապոնիան եւ ԱՄՆ-ն կարող են մայիսի 23-ին անցկացնել մաքսատուրքերի շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Կյոտո գործակալությունը։ Սպասվում է, որ տնտեսական վերականգնման նախարար Ռիո Սեյ ավազավան կմեկնի Վաշինգտոն ներկայացնելով Ճապոնիան ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի եւ առևտրային քաղաքականության շուրջ բանակցություններում։ Ըստ ճապոնական լրատվամիջոցների ճապոնական կողմը նախապես քննարկել էր առաջարկների փաթեթը, որը ներառում էր ԱՄՆ-ից եգիպտացորենի եւ սոյայի ներմուծման ավելացում, նավաշինության ոլորտում տեխնիկական համագործակցություն եւ ներմուծվող ամերիկյան մեքենաների ստուգման չափանիշների վերանայում։ Դրա դիմաց Ճապոնիան ցանկանում է վերացնել ԱՄՆ-ի մաքսատուրքերը մեքենաների եւ մասերի վրա, որոնք կազմում են նրա արտահանման ուղղված տնտեսության ողնաշարը, ինչպես նաեւ պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը։ Ճապոնիան եւ ԱՄՆ-ն արդեն անցկացրել են բանակցությունների երկու փուլը։ Ինչպես մայիսի սկզբին հայտնել էր Ակազավան, նրանք դեռ հեռու են համաձայնության գալուց։ Ըստ ճապոնական ԶԼՄ-ների ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվել են նույնիսկ քննարկել ավտոմեքենաների, պողպատի եւ ալյումինի ավելի բարձր մաքսատուրքերի վերացումը մայիսի սկզբին Ակազավայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման մասին։ Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում մարտերի ժամանակ իր եւս մեկ զինվորի մահվան մասին։ Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության զոհվել է 22-ամյա սերժանտ Յոսեֆ Եհուդա Հիրակը, ով ծառայում էր 401-րդ զրահատանկային բրիգադի երկաթե հետքեր մարտական ինժեներական գումարտակում։ Նշվում է, որ նա զոհվել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ։ Սա իսրայելական բանակի զոհերի առաջին զեկույցն է այն բանից հետո, երբ մայիսի 18-ին հայտարարվեց անկլավի հյուսիսային եւ հարավային շրջաններում ընդլայնված ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Գեդեոնի կարգերը նոր լայնածավալ ցամաքային գործողության շրջանակներում։ Դրանում ներգրաված են 5 ստորաբաժանումներ։ Պատիվ ունեմ չի միանա Էդմոն Մարուքյանի որպես վարչապետի թեկնածու առաջադրման գործընթացին։ Այսպասի տեղեկացրել է Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցության падգամավորներս վերահաստատելով սույն թվականի մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին։ Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից եւ նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած, Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի Նիկոլ Փաշինյան երկուսով փոխարինելու գործընթացին, ասվում է հայտարարության մեջ։ Ընդդիմության կողմից մերժված թեկնածու լինելու հանգամանքին անդրադարձել է նաեւ ինքը Էդմոն Մարուքյանը։ Այսինքն Սերժ Սարգսյանը այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, միակ տեխնացությունը, որ միտեղ հասել է այսպես, եղել է իմ տեխնացությունը։ Հետո բարձա վերջի պահին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկը իր ասուլիսով, մեկը իր հայտարարությամբ դմփցրին։ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում։ Երևան քաղաքում մայիսի 20-ից 3-ը, 21-ից 23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։
Հանրապետության տարածքում մայիսի 20-ին 21-ին, 24-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։